Բարի երեկո բոլորին, եկել ենք զբոսնենք մի քիչ, ինչ ռոմանտիկ տեսարանաշունիկով, որտեղ նստել, եկել ենք այսօր մի քիչ զբոսնենք, Պարկո դելե Կաշինե, հոյակապ եղանակ ասեմ ձեզ, ոչ տաքա, ոչ ցուրտ է, արդեն մայրամուտ է, շատ գեղեցիկ է իդեպ այստեղից մայրամուտը, սա կոչվում է Պալացինա Ինդիանո և սա քանդակն է նույնպես, հեսա մոտենանք ավելի մոտիկից ձեզ ցույց տամ կամուրջը, որը անցնում է Արնո գետի վրայով, ամենամեծ կամուրջներից է Ֆլորենցիայում, սա ժամանակին եղել է մի արքայազն Հնդկաստանից, որը ճանապարհորդվել է դեպի Լոնդոն սովորելու և իր ճանապարհը անց եկածել Ֆլորենցիա, որտեղ նա կանգ է առել, որ մի քանի օր հետո շարունակի իր ճանապարհը և շատ հանկարծակի ինքը հիվանդացել է և այստեղ մահացել է և ապրել է այս շենքում և այդ իսկ պատճառով նրա պատվին այստեղ կառուցել են այս քանդակը, հուշահամալիր ասեմ, և այս ամեն ինչը կոչվում է իր անունով Պալացինա Ինդիանո և այս կամուրջը ամենամեծ կամուրջներից մեկն է, որը կոչվում է Պոնտե Ինդիանո, հեսա փորձեմ մի քիչ այս ծառն ինձ գեղեցիկ աճել է, փորձեմ ձեզ ավելի լավ ցույց տամ, նայեք ինչ հետաքրքիր ծառ է, ոնց որ հեքիաթի մեջից ծառ լինի ժողովուրդ, սա Արնո գետն է, իսկ սա այդ կամուրջն է, սրանից հետո հաջորդ կամուրջը արդեն Սինյա քաղաքում է, Ֆլորենցիայում այս մեկով վերջանում է, այսպիսի բավականին մեծ կամուրջ է, կոչվում է Պոնտե Ինդիանո և այստեղ Արնո գետն է, որը կենտրոնով այսպես շարունակվում է մինչև Պիզա, սա երբ որ ջրհեղեղ է լինում, այստեղ հատվածներ կան հատուկ արված, որոնք բացվում են, որ ջուրը կարողանա մտնել այս ներքևի հատվածները, որպեսզի ջրհեղեղից խուսափեն, երևի տեսած կլինեք շատ հաճախ է լինում այստեղ ջրհեղեղներ, որտեղ երբ որ գետը վարարում է, անձրևները հորդարատ են, վերջ, հնարավոր չդիմացա առնել, բայց շատ գեղեցիկ է, գնանք զբոսնենք, ձեզ ցույց տամ, բայց այս ծառը իհարկե շատ սիրուն է, մի հատ խնդրում եմ նայեք իր հաստությունը, չգիտեմ ինչ է, բայց Եղևնու ընտանիքից է, շատ գեղեցիկ է, իր պոտերի մեջից ինչ որ հեքիաթային ծառ լինի, շարունակենք մեր զբոսանքը, համ մեքենաների ճանապարհն է, տակից է ոտքով կարելի է անցնել, հեծանիվով և կապում է այս երկու ափերը իրար, երկու թաղամաս է կապում իրար։ Պարկո դելե Կաշինե ամենամեծ պարկերից մեկն է Ֆլորենցիայի, նու պարկ էլ ասել մի քիչ ճիշտ չի երևի, անտառ է։ Այս հատվածը, որ ավելի մոտ է գետնին գտնվում, ասֆալտապատ է։ Ձեզ այս հատվածը ցույց տամ, որ պատկերացնեք։ Ուղղակի անտառ է։ Այստեղ արդեն մութ է նույնիսկ, ես ձեզ ասեմ, բավականին մութ է այս հատվածում։ Այնքան խիտ է, երբ որ իմ աղջիկը դեռ փոքր էր, առաջին աղջիկս նորածին էր, ես այնքան հաճախ էի այստեղ գալիս, մանկասայլակով, ինձ այնքան դուր էր գալի, որ ինքը այս մաքուր բնության մեջ այստեղ քնում էր, որտեղ իսկապես հիանալի էր։ Ձեզ ասեմ, երբ որ այստեղ ջրհեղեղ է լինում, ջուրը այն ներքևից բարձրանում հասնում մինչև այստեղ։
Նույնիսկ այս հատվածը, որտեղ հիմա ես քայլում եմ, ամբողջը ջրհեղեղ է լինում։ Եթե ես այսպես ուղիղ քայլեմ մինչև վերջ, ես կհայտնվեմ կենտրոնում, որտեղ քայլում եմ Առնոյի ափով, ես կհայտնվեմ ուղիղ Պոնտե Վեկիոյի տարածքում։ Մի հատ նայեք անտառի խտությունն ու խորությունը, ինչ մութ է այնտեղ։ Իդեպ ասեմ, միայն ցերեկվա ժամերին արժի այստեղ գալ, ընդհանուր առմամբ անվտանգ վայր չէ, շատ անգամ լինում է դեպքեր են լինում, մահվան ելքով, այդ իսկ պատճառով, եթե որոշեք հանկարծ գալ այստեղ զբոսնել, նախ եւ առաջ եկեք ավելի հեռու կենտրոնից հատվածը, որտեվ կենտրոնին կպած մասը այգու ամենավտանգավոր հատվածն է, այնտեղ հավաքվում են շատ կասկածելի մարդիկ, շատ կասկածելի էմիգրանտներ, նելեգալներ եւ բացարձակ անվտանգ չի այնտեղ զբոսնել, նույնիսկ 1-2 հոգով։ Երեկոյան ժամերին ընդհանրապես խորհուրդ չեմ տալի այստեղ գալ։ Հատ նայեք այս մայրամուտի գույները,